20 թվականի հունիսի 29-ին քրեական գործն ընդունվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն եւ նույն օրը միացվել է նախորդ քրեական գործին։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքի եւ քաղաքաշինություն փակ բաժնետիրական ընկերության ծառայողների կողմից իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Ավանեսով փողոցի 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն հողակից զբաղեցրած 6453 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից 580.63 քառակուսի մետր եւ 863.34 քառակուսի մետր մակերեսներով հողատարածքները ապօրինի առանձնացնելու եւ օտարելու դեպքերի առթիվ 2018 թվականի հուլիսի 3-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ կրկին նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով 20 թվականի մարտի 4-ին քրեական գործն ընդունվել է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ իսկ 20 թվականի հունիսի 29-ին որոշում է կայացվել երկու վարույթները միացնելու մասին Երկու վարույթներից անջատվել է մեկը, որը ըստ մեղադրանքի Արման Գալուստի Սահակյանի Նախկին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով, Տարոն Անդրանիկի Մարգարյանի 308 հոդվածի 2-րդ մասով 3 դրվագ, Անդրանիկ Մազմանիկ Քասարյանի 308 հոդվածի 2-րդ մասով 4 դրվագ եւ 314 հոդվածի առաջին մասով կրկին 4 դրվագ, Արսեն Սերյոժայի Ամյանի 308 հոդվածի 2-րդ մասով 4 դրվագ, Հայկ Արտուշի Կյուրեղյանի 38-308 հոդվածի 2-րդ մասով եւ 38-314 հոդվածի առաջին մասով, Արամ Արտավազդի Ենգոյանի 38-308 հոդվածի 2-րդ մասով, Տիգրան Կարլենի Փոթիկյանի 38-308 հոդվածի 2-րդ մասով, Միքայել Լևոնի Հակոբյանի 38-308 հոդվածի 2-րդ մասով, Հայկ Հենրիխի Պետրոսյանի 38-308 հոդվածի 2-րդ մասով 2021 թվականի դեկտեմբերի 30-ին ուղարկվել է դատարան։ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Արամ Ենգոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է քրեական դատավարության օրենսգրքի նախկին քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ոչ արդարացնող հիմքով վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Հակակոռուպցիոն դատարանի 24 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կրկին ոչ արդարացնող վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Հայկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կրկին ոչ արդարացնող վաղամության ժամկետն անցնելու հիմքով Հակակոռուպցիոն դատարանի 24 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Տիգրան Փոթիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող վաղամության ժամկետն անցած լինելու հիմքով Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Արման Սահակյանի նկատմամբ եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կրկին դադարեցվել է քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ոչ արդարացնող վաղամության ժամկետներն անցնելու հիմքով նշեմ որ երկու մեղադրյալներն էլ որևէ դիրքորոշում դատարանում չեն հայտնել մեղադրանքի վերաբերյալ մենք ունենք մի մեղադրյալ որը չի համաձայնվել մեղադրանքի հետ բայց դատական նիստերի ընթացքում երբևէ չի հնչել մեղադրանքի հետ անհամաձայնություն հնչել է միջնորդություն որպեսի ոչ արդարացնող հիմքով վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի Հիմա նաև մի փոքր ավելի հասկանալի կենցաղային լեզվով կփորձեմ բարձրաբանել թե ինչա տեղի ունեցել այս 3 դպրոցների, 1 դպրոց եւ 2 մանկապարտեզների հետ Երևանի քաղաքապետարանի եւ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության իրավասու աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքը օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքից Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող 185 հանրակրթական դպրոց պոակի Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող թիվ 16 հատուկ դպրոց պոակի Երևան համայնքի սեփականություն հանդիսացող թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն հողակի զբաղեցրած տարածքներից անհիմն որոշակի մակերեսով հողատարածքների փոխարկում օրենքի լեզվով կոնվերտացիա կամ փոխանցում իրականացնելու դեպքի առթիվ 24 թվականի դեկտեմբերի 4-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ նախկին քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով հոդվածը վերաբերում է փողերի լվացմանը 2024 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել քրեական վարույթը նախկին քրեական վարույթին միացնելու մասին որից մաս էր անջատվել եւ ուղարկվել էր դատարան
Բացի վերը նշված պաշտոնատար անձանցից, առերևույթ հանցագործություններին, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կատարմանը, Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի, Երևան քաղաքի Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց պողակի, Երևան քաղաքի Ավանեսով փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի եւ Երևան քաղաքի Համո Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող թիվ 185 հանրակրթական դպրոց պողակի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացած, սակայն հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկման կամ փոխանցման գործընթացին այլ անձանց մասնակցության դեպքի առթիվ 25 թվականի հունվարի 21-ին Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված, այսինքն նախկին քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջին եւ երրորդ կետերով 308 հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նույնպես միացվել է մայր քրեական գործին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, որի վրա իրավական ակտերով դրված է եղել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող հանրակրթական դպրոցին հատկացված եւ պետական սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու դեպքի առթիվ 25 թվականի փետրվարի 19-ին Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախկին քրեական օրենսգրքի 315 պրիմ 2 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է եւս մեկ քրեական վարույթ, որը 25 թվականի փետրվարի 20-ին միացվել է մայր քրեական վարույթին։ Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Տարոն Անդրանիկի Մարգարյանը 2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 11 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 18 թվականի հուլիսի 9-ը Երևանի քաղաքապետի պաշտոնը, այսինքն հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող, քաղաքապետարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող, իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որը էական վնաս է պատճառել պետության եւ համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաեւ այլ անձանց օժանդակությամբ պաշտոնական դիրքն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք, ինչպես նաեւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասը զավթած անձանց նկատմամբ։ Տարոն Մարգարյանը պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ գտնվելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ եւ նպատակ ունենալով թիվ 185 հանրակրթական դպրոց պողակին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված։ Խնդրում եմ այս բառերին ուշադրություն դարձնել, որովհետև հետագայում մի հատ հարցադրում կա անընդհատ լրատվամիջոցներում պտտվում է, այդ հարցադրմանն էլ եմ անդրադառնալու։ Անհատույց օգտագործման իրավունքով հանձնված եւ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված 15523 քառակուսի մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից պաշտոնական լիազորությունները չարաշահելու